Շահամիր Շահամիրյանը ուզում էր բավական արագ եւ շուտ տեսնել այս գործողությունները, իսկ Սիմեոն Երևանցին նախատեսում էր նախապատրաստական զգալի աշխատանքներ։ Եվ դրա համար էլ կաթողիկոսը որոշակի զգուշավորության կոչ էր անում Շահամիր Շահամիրյանին, իսկ երբ որ արդեն Մովսես Բաղրամյանի գաղափարները շատ ավելի տարածվեցին, նա կոչ արեց դադարեցնել գործունեությունը եւ խնդրեց հորդորեց Շահամիր Շահամիրյանին հեռացնել Մովսես Բաղրամյանին այդ խմբակից եւ տպարանի հետ առնչությունից։ Հետաքրքիրն այն է, որ Խոջաջանյանը պատրաստ էր շարունակել իր ներդրումը ունենալ այս գործունեության ոլորտում, եթե կաթողիկոսը իր համաձայնությունը տար։ Այսինքն այստեղ շատ կարևոր էր, որ լիներ լիարժեք փոխհամաձայնություն բոլոր հարցերում եւ իհարկե մենք չպետք է մոռանանք շատ կարևոր հանգամանք։ Հայաստանում ինչ իրավիճակ էլ ստեղծվեր, եթե օրինակ ապստամբությունը չհաջողեր, ապա հայերի համար պատասխան պետք է տար շահական արքունիքի առաջ ոչ թե Մադրասի խմբակը, այլ ամենայն հայոց կաթողիկոսը Սիմեոն Երևանցին։ Այս հանգամանքը նա հրաշալի հասկանում էր եւ դրա համար էլ նա ավելի զուսպ եւ հավասարակշռված գործողություններ էր ակնկալում Մադրասի խմբակից։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։